Ողջունեմ ձեզ Տիրոջ անունով, Թադավորի գիրագի, և այս առիթով 5 մտածումներ կբաժնեմ ձեր հետ ամփոփ կերպով։ Արագը կգտնեք Ղուկասու ավետարանին 18-րդ գլուխին 1-8 համարներուն մեջ։ Առաջին մտածում. Արագին մեջ Տերը ցույց կտա մեզի, թե անիրավ թադավորը և իրավազրկված այրի կինը նույն քաղաքին մեջ կապրին։ Այս ճշմարտությունը կսորվեցնե մեզի, թե իրավազրկողը և իրավազրկվածը, անարդարն ու արդարը, ամփարիշտն ու բարեպաշտը, անհավատն ու հավատացյալը, անմաքուրն ու մաքուրը այս աշխարհին մեջ միատեղ կապրին։ Բայց արագով նաև Հիսուս ցույց կտա մեզի, թե անոնք առհավետ միասին պիտի չմնան։ Պիտի գա ժամանակ, երբ Աստված զանոնք պիտի բաժնե իրարմե հավիտենապես, և ադիգա տեղի պիտի ունենա Տիրոջ երկրորդ քալստյան ժամանակ, երբ Տերը հայտնվի երկրորդ անգամ, երկրի երեսեն պիտի չքացնե, անարդարները, անհավատները, սրբապիղծները, անմաքուրները և երկիրը մաքրված, նորոգած, արքայության վերածած պիտի հանձնե իր զավակներուն, ուր պիտի բնակին հավիտենապես։ Կարդացեք Սաղմոս 37-ն, ուր այս ճշմարտությունը կշեշտվի 5 անգամներ։ Երկրորդ, Հիսուս կխոսի թադավորի մասին, որ ոչ Աստուծմե կվախնար և ոչ ալ մարդոցմե կմչնար։ Արդարև, երբ մարդ արարածին մեջ Աստծո վախը մեռնի, անոր հետ միասին այդ մարդուն մեջ ամոթի զգացումն ալ ինքնաբերաբար կմեռնի։ Եվ երբ մարդուն մեջ ամոթի զգացումը մեռնի, ալ մարդը չի վախնար, չի նողգար, չի զզվիր, չի քարշիր, որևէ մեղքե, որևէ անօրենություն, անարդարություն գործել է, որևէ սխալ արարք է։ Այո, երբ մարդուն մեջ Աստծո վախը մեռնի, մարդը կդառնա գազան, երբ մարդուն մեջ քթարադին սերը, քթարад Տիրոջ վախը մեռնի, մարդը կդառնա անկութ, երբ մարդուն մեջ ողորմածը մեռնի, մարդը կդառնա անողորմ։ Ուստի հերու գենանք այն մարդոցմեն, որոնք հերու են Աստուծմե։ Վախնանք այն մարդոցմեն, որոնք չեն վախնար Աստուծմե։ Բայց նաև քննենք մեր անձերը, եթե մենք մեղք գործենք եւ հաջույք գարնենք մեր կործած մեղքեն,
եթե անարդարություն, անօրենություն գործենք եւ մեր գլուխը բարձին գտնենք ու հանգիստ գքնանանք, կնշանակե թե մենք եւս Աստուծմե չենք վախնար։ Երրորդ, Հիսուս ցույց կտա մեզի արագին ընդմեջեն, թե հավատացյալներ այս աշխարհի մեջ հագարակություններու պիտի հանդիպին։ Այրի գնոջ խոսքը ուղված անիրավ թադավորին այս ճշմարտությունն է, որ ցույց կտա։ Այրիգինը թադավորին գսե պաշտպանե իրավունքս հագարագորթես։ Այրիգինը կներկայացնե սիրելիներ անդեսված, զրկված, դգար, խեղճ մարդիկը, բայց կներկայացնե նաև հավատացյալ մարդիկը։ Նման մարդիկ, նման դասակարգի մարդիկ պիտի հանդիպին հագարակություններում։ Բայց Պողոս առաքյալ մեզի գսե, թե հագարակության հանդիպիլը մեր փրկության ապացույցն է, եւ ապացույցը մեզի հագարակություն ընողներու գորուստին։ Եթե հագարակության կհանդիպիս, ադի ապացույց է, որ դու փրկված ես եւ գործված է այն մարդը, որ քեզի կհագարակի։ Եվ ասիկա Աստուծմե է, գսե Պողոս առաքյալ, Աստված ինք թույլ կտա, որ իր զավակները հագարակությանց հանդիպին։ Որովհետև գսե Պողոս առաքյալ, թե Աստված մեզի ոչ միայն Քրիստոսի հավատալու շնորհքը տվավ, այլ նաև Քրիստոսի համար չարչարվելու շնորհքը, որպեսզի այդ չարչարանքներուն ընդմեջեն մենք մաքրվենք, սրբվենք, հղկվենք, գոփվենք, դաշվենք եւ Քրիստոսի պատկերը, նմանությունը դառնանք։ Չորրորդ, Հիսուս մեզի ցույց կտա, թե անպաշտպան մարդը, հավատացյալը, առհավետ անպաշտպան պիտի չմնա։ Երեսի վրա ցկված տգարը, խեղճը, մինչև վերջ երեսի վրա ցկված պիտի չմնա։ Արագի ավարտին Հիսուս գսե, եթե անիրավ թադավորը ի վերջո դեղի տվավ այրի գնոջ մնայուն խնդրանքին, հապա Աստված, որ իրավունքը սիրող, իրավունքի պաշտպան Աստված է, պիտի չպաշտպանե, պիտի չօգնե, օգնության պիտի չհասնի անոնց, որոնք ցերեկ գիշեր գթիմեն իրեն։ Հիսուս հետևաբար մեզի կսփովեցնե անթուլ աղոթքով, մնայուն աղոթքով, չերմ աղոթքով, իր ողորմության, իր օգնության թուրը թագել, ոչ միայն մեր անձերուն համար, այլ նաև այրի գիներուն համար, այլ խոսքով, այրի գինը արագին մեջ, ինչպես ասի կներկայացնե անդեսված, լքված, ցկված, մորցված, անիրավված, հարստահարված, երեսի վրա ցկված, դգար, խեղճ մարդիկը, ուստի դերը լրելյան գերբով մեզ կհրավիրե աղոթելու այս բիսիներուն համար, արդարև ճշմարիտ հավատացյալը ցայն չունեցողներուն ցայնը պետք է ըլլա Աստուծո դիմաց աղոթքով, Քրիստոսով արդարացած արդար մարդիկ
արդարության, անարդարության զոհ կացած մարդոց ցայնը պետք է ըլլան աղոթքով։ Այո, սիրելիներ, ցավ, զրկանք, նեղություն ունեցող մարդոց տարաբանքը աղոթքով դարեք Տիրոջ դիմաց։ Տիրոջ օգնությունը, պաշտպանությունը խնդրեցեք այդպիսիներուն համար։ 5-րդ եւ վերջին Հիսուս արագը գեզրակացնե ըսելով. բայց մարդու որդին երբ կա, հավատք պիտի գտնե երկրի վրա։ Այո, սիրելիներ, հավատք պիտի գտնե։ Վստահ հավատք պիտի գտնե մարդու որդին Քրիստոս երբ կա, բայց խոսքը սովորական հավատքի մասին չէ, խեղճ ու գրակ հավատքի մասին չէ, փորձությանց դիմաց հասանող հավատքի մասին չէ, խոսքը անխախտ, անհասան հավատքի մասին է, փորձությանց դիմաց հաստատ մնացող հավատքի մասին է, խոսքը անթերի հավատքի մասին է, գադարյալ հավատքի մասին է, ճշմարիտ հավատքի մասին է։ Քրիստոս գուզե, որ մենք ճշմարիտ Աստծո հանդեպ ճշմարիտ հավատք ունենանք, գադարյալ Աստծո հանդեպ գադարյալ հավատք ունենանք, անթերի Աստծո հանդեպ անթերի հավատք ունենանք, անսասան Աստծո հանդեպ անսասան հավատք ունենանք։ Թող Տերը նման հավատք տա մեզի, ճշմարիտ հավատք, անսասան հավատք, որպեսզի կյանքի դժվարությանց դիմաց մնանք անսասան, մնանք ճշմարիտ։ Այս ձևով միայն մենք փառք կբերենք Տիրոջ եւ մարդոց փառքին համար կրնանք գործել։